Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի օրակարգումից հարցեր կան, եթե հնարավոր է իմանալ եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Ճիշտ նշեցիք, որ առաջին գագաթնաժողովն է տեղ ունենում, մենք այսօր քննարկել ենք ըստ էության Հայաստանի եւ Եվրամիության մեջ երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, սկսած տնտեսական եւ հաղորդակցությունների շուրջ համագործակցությունից մինչեւ քաղաքական եւ անվտանգային հարցեր։ Երեք գագաթնաժողովի ընթացքում հայ գերիների, ռազմագերիների եւ մնացած պահվող անձանց հնարավոր վերադարձի եւ այդ ուղղությամբ ջանքերի հարցերը քննարկվել են, թե գագաթնաժողովի փակ հատվածում, թե նաեւ երկկողմ հանդիպումների ընթացքում, որտեղ հրապարակային հայտարարություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է պլենար քննարկումներին եւ կլոր սեղան քննարկումներին, ապա դրանք հստակ բովանդակային թեմատիկ ուղղվածություն ունեն, դրանք հիբրիդային սպառնալիքներն էին ժողովրդավարական դիմակայությունը, մյուս թեման, որը քննարկվել էր, հաղորդակցությունները, էներգետիկան եւ կանաչ փոխակերպումներ, իսկ երկկողմ հանդիպումների ընթացքում, ինչպես եւ մենք մշտապես նշում ենք, կան թեմաներ, որոնք մշտապես մեր օրակարգում են քննարկելու մեր տարբեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում է հումանիտար հարցերը։ Բայց հնարավոր է բացել ինչ մակարդակով են քննարկում հնարավոր գործողությունները արդյոք առաջիկայում ինչ որ քայլեր կարող են լինել։ Այդ թվում միջազգային գործընկերների կողմից ճնշում գործադրելու իմաստով։ Մշտապես ամենաբարձր մակարդակով բարձրացնում են հարցերը, որոնք հումանիտար բնույթ ունեն, բայց նաև վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններն են որոնք էֆեկտիվ են եղել եւ ըստ էության արդյունք են տվել, այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ շարունակվում են։ Երեք գագաթնաժողովի ընթացքում հերավար ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահը հայկական հարթակ օգտագործելով արցախցիների հասցեին մեղադրանքներ հնչեցնեց, այդտեղ ռազմագերիներին եւ մնացած անձանց հանցագործ որակումը տրվեց եւ այլն։ Պաշտոնական Երևանը ինչ արձագանք ունի այս բառամթերքին, նաեւ հայկական հարթակ արտադրության հետ չեմ ամբողջությամբ համաձայն, որտեղ սա ըստ էության եվրոպական քաղաքական համայնքի հարթակներ, մեր դիրքորոշումները բարձր են, այստեղ որևէ փոփոխություն չկա։ Ադրբեջան նախագահի աշխատակազմը հետագայում տարածելով Ալիևի ելույթի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն Հայաստանի մայրաքաղաքը ադրբեջանական ձևով էր ներկայացված Երևան, ոչ թե Երևան, այլ Երևան, դրա վերաբերյալ ինչ արձագանք ունի արտգործնախարարությունը։ Կարծում ենք, որ ճիշտ աշխարհագրական անունները պետք է օգտագործվեն մշտապես։ Բայց դա մտահոգություն չի առաջացնում, եւ որ խաղաղության մասին է խոսում երկուստեք, բայց կրկին նման բառամթերք է հնչում։ Անկեղծ ասած չեմ հասցրել հետևել այդ հաղորդագրությանը, այդ պատճառով ավել մեկնաբանություն չեմ տա, բայց Հայաստանի Հանրապետության համար կարևոր է, որպեսզի ճիշտ պաշտոնական անվանումները օգտագործվեն, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք հարգում մեր հանրապետության տարածքային հաղորդակցությունը։ Դուք նշեցիք, որ գագաթնաժողովի ընթացքում հիբրիդային սպառնալիքներն են քննարկվել, նաեւ Եվրամիությունն էլ բազմիցս նշել է, որ պատրաստ է աջակցել կառավարությունը, այդ թվում ընտրությունների կոնտեքստում հնարավոր միջամտությունների տեսանկյունից, քննադատություն է հնչում, որ երբ որ Ռուսաստանի կողմից հնարավոր միջամտությունների մասին է խոսք գնում, բայց Եվրամիության կողմից անմիջական հայտարարություններ են հնչում Հայաստանում սպասվող ընտրությունների կոնտեքստում, արդյոք դա միջամտություն չի որակվում։ Մենք համագործակցում ենք Եվրամիության գործընկերների հետ հստակ ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ, դա կիբերանվտանգությունն է, դա ըստ էության տեղեկատվական հարցերն են, նաև կա որոշակի համագործակցություն ապօրինի ֆինանսական միջոցների ուղղությամբ եւ ոչ միայն Եվրամիության հետ այս համագործակցություն տեղի ունի, այլ տարբեր այլ գործընկերների եւ այս ամեն ինչը ուղղված է Հայաստանում ընտրությունների թափանցիկությունը եւ արդարությունը ապահովելուն, այլ միջամտության մասին խոսք չի կարող գնել։